Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն ապրիլի 24-ին հրատապ կոչ ազգային ժողովան վղին հիշողությունը հուզիչ մշակութային հանդիպում ապրիլի 28-ին Տիտյանակաբերդա վճռորոշ հավաքը օրհնվալա Արևմտյան Հայաստանը դրոշը Ֆրանսիա Արցախաճնջումը պահանջումա կոշտ պատասխան ահազանգ Արցախաժառանգությունը վտանգի տակ է մնալ թափախճել լիբանանցիների ճակատագրական ընտրությունը Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը հրավիրում է մասնակցել 2026 թվականի ապրիլի 24-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը միասին անցկացնելու ու ծաղիկներ խոնարհելի հետի անմար կրակին կողքին հավաքը տեղի ունենալու ժամը 12:30-ին Համալիրին հարակից տարածքում է Շտեղինյականը Արևմտյան Հայաստանը Հանրապետության դրոշը վերին շուրջը հողոքվելանի ետը մեկնարկելու է երթը հարգանքով Արևմտյան Հայաստանը ազգային ժողով Ապրիլի 26-ին ժամը 4-ին հողի հիշողությունը կինոյի ցուցադրությունն 9-յան վերը կազմակերպվում է Western Armenian նախաձեռնության շրջանակում միջոցառման նպատակն է անդրադառնալի պատմական հիշողությանը ազգային ինքնությանը հայերենի վղին հետ կապին արվեստի լույսվավը ֆիլմը ներկայացնում է հիշողության ու ժառանգության կարևորությունը բացահայտելով անցյալի ու ներկայի միջև ելած կապերը դիտումը ուղեկցվելու քննարկումները վերին վաղտը մասնակիցները հնարավորություն ունենալու կիսվելու իրենց դիտարկումներով ու մտքերով միջոցառման անցկացվելու Արևմտյան Հայաստան առաքելությունում քաղաք Երևան Ագաթան Գեղոսի 2/2 մուտք ազատա Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարությունը ազգային ժողովը սիրով հրավիրում ընծած ներկա գտնվելի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո արարողությունը Տիտյանակաբերդա հուշահամալիրումն է 2025 թվականի ապրիլի 28-ին ժամը 11-ին նախագահ Արմենակ Աբրահամյանի պետիր հովանու ներքո են պետությունների նկատմամբ վերջինաչային Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանությունը 2026 թվականի ապրիլի 19-ին Կիրակնորիա պատարագին վաղտը Սեն Շամոն քաղաքի կաթոլիկ եկեղեցում Արևմտյան Հայաստանը դրոշի օրհնության հանդիսավոր արարողությունն է իրել միջոցառումը համախմբած արել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին հունց նաև եկեղեցու հավատացյալներին օրհնության արարողությունը կատարվել է հոգևորականի կողմից ընդգծելով դրոշի հոգևոր ազգային նշանակությունը հայ ժողովրդին հետի Արևմտյան Հայաստանը դրոշը որպես պատմական հիշողության ու ինքնության խորհրդանիշ ներկաներին հետի տեռալ է միասնության ու հավատքի արտահայտությունը միջոցառման ընթացքում հնչան աղոթքներն նվիրված խաղաղությանը արդարությանը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ներկաների նաև հիշատակական պատմական հայրենիքի կորստի ցավը միաժամանակ վերահաստատելով ազգային արժեքների պահպանման կարևորությունը այսպիսի նախաձեռնությունները կազմակերպիչների նպաստում են հայկական ինքնության ամրապնդմանն երիտասարդ սերնդի մեջին պատմական հիշողության փոխանցմանը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են մշակութային ու հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է ու դրա հետևողական ոչնչացումը կարելի չմնա անարձագանք Արցախում հայկական պատմամշակութային ու քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ սկզբունքային գնահատականի հունց Հայաստանի իշխանությունների դեր միջազգային կառույցների կողմից Մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չի, խաղաղությանը ընդդեմ սպառնալիք չի, այլ համամարտկային արժեքներն է պատմական հիշողությունը չճնջելի արդարացի պահանջ։ Անհանդուրժելի է սրա մասին բարձրաձայնելն քննադատել շահարկել որպես խաղաղության գործընթացների խոչընդոտող քայլ։ Հակառակը նաև հարևան ժողովրդի արժեքների մշակույթի պատմության նկատմամբ հարգանքը պիտի լինի իրական ու կայուն խաղաղության հիմքում։ Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով աշխարհում անցկացվող միջոցառումների ֆոնին Արցախում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսվա արձանագրում է 2020 թվականի սեպտեմբերից մինչև սոր Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցան 1000-ը ընդգծելով վերջը կարելի է համարել 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանությունների մինը։ Յուրանգնահատում է Բաքուն երկար տարիներ վարում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման նպատակային քաղաքականություն վերահատկապես սրվել է բռնազավթված տարածքներում։ Այս գործընթացը Ավանեսվը իրականացվում է պետական մակարդակով իր Համալիևի ղեկավարությունով արձանագրված դեպքերը ներառում են հայկական եկեղեցիների ու խաչքարերի վնասում, արձանագրությունների վերացում, ինչպես նաև հուշարձանների օգտագործում շինարական կամ ռազմական նպատակներով։ Մասնավորապես նշվում է վեր Շուշվա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ենթարկվել է հրետակոծության, իսկ այլ սրբավայրեր նորպես թիրախավորվել են տարբեր ժամանակահատվածներում։ Փաստերես ամբողջությունը փորձագետների վկայում է համակարգված քաղաքականության մասին վերի նպատակն է ֆիզիկական համել մշակութային ժառանգության վերացումը տարածաշրջանում։ Հարավային Լիբանանա բնակիչները կաղնած են դաժան երկընտրանքի ռճի մնատանը վտանգելով կյանքը թաքինել խորացնելով սոցիալական ու տնտեսական դիժերությունն։
Վերջին ռազմական սրացումները մարդկանց ստիպան թողն իրենց բնակավայրերը հաճախ առանց նախապատրաստվելի։ Էմ Սայեդը Իրան ընտանիքի հետ շտապ հեռացավ հարավային Տյուր քաղաքից, փորձելով հասնել նավահանգիստ, վերը իրենց կարծիքով ավելի անվտանգ է։ Ճանապարհին իրան լսելով դերելիսալալ խոճապ, մարդիկ թողել լսնել իրենց տները առանց անհրաժեշտ իրերի, ոմանք նույնիսկ ամբողջությամբ չհագնված, իսկ տարեստին քայլելի սնելալ վններով։ Կարճ ճանապարհը վերածված էր 3 ժամ տևող փորձության, հասնելով նավահանգիստ, ընտանիքը որոշել է տեղափոխվել մայրաքաղաք Բեյրութ, շտեղ նախկինում եւս ապաստանել ճարած ռազմական սրացումներին վախտը, սակայն նույնիսկ այնտեղ անվտանգությունը հարաբերական է, իսկ պայմանները ծանր են։ Տեղահանվածների հետի կյանքի փուլը ոչ պակաս ծանր է, քան բուն ռմբակոծությունները, ոմանք դաժե նշվում էր մշտական անորոշությունը, կորուստները երբեմն ավելի ծանր են, քան անմիջական վտանգը։ Վերջին զարգացումները նույնիսկ սրալն իրավիճակը տարածաշրջանում։ Մարտի սկզբին Իսրայելը ուժեղացրել է ռազմական գործողություններն, Հեզբոլլահն էլ պատասխանել է հրթիռակոծություններով։ Տուժում են առաջին հերթին խաղաղ բնակիչները, որոնց հետ ամեն օր վերածվում է գոյատևման պայքարի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ, ապրիք ուշադրության հետի պնդկացիք։